Մեծարգո պարոն Ծառուկյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Մենք այսօր կանգնած ենք ֆունդամենտալ ընտրության առջև, ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել։ Պետություն մի քանի արտոնյալ խմբերի համար, թե պետություն մարդու համար։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը հենց այդ երկրորդ ընտրության քաղաքական արտահայտությունն է։ Մենք սոցիալ-դեմոկրատական ուժ ենք և ներկայացնում ենք այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահում են այս երկիրը, բայց հաճախ մնում են քաղաքականության լուսանցքում։ Մենք հասարակական, սոցիալական, կոնկրետ խմբերի, շահերի քաղաքական ներկայացուցիչն ենք։ Դրանք են առավոտյան տրանսպորտով աշխատանքի գնացող մարդիկ, փոքր բիզնեսը, որը գեղեցիկ համակարգի դեմ անհավասար պայքարի մեջ է, գոյատևման համար և ոչ նոմենկլատուրային մտավորականությունը, այն շերտը, որը դուրս է իշխանական համակարգից և զրկված է վարչական լծակներից, բայց հենց ինքն է ձևավորում հասարակության արժեքային հիմքը։ Մենք չենք խոսում վերացական կարգախոսներով, մենք խոսում ենք իրական մարդկանց մասին, նրանց արժանապատվության, աշխատանքի և արդար հնարավորությունների մասին։ Այսօր բնական հարց է առաջանում, որտեղ և ինչպես կարելի է այս մարդկանց շահերը պաշտպանել առավել արդյունավետ։ Մեր պատասխանը հստակ է՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ ձևավորված կոնսոլիդացիոն քաղաքական հարթակում։ Եվ այդ ընտրությունը ունի մի քանի խորքային պատճառ։ Առաջին, Գագիկ Ծառուկյանը խոշոր կապիտալի բացառիկ ներկայացուցիչ է, ով այդ կապիտալը մշտապես կապել է սոցիալական պատասխանատվության հետ։ Սա առանցքային հանգամանք է, երբ խոշոր կապիտալը գործում է հանրային շահի տրամաբանությամբ, այն դառնում է զարգացման հենասյուն, ոչ թե անհավասարության աղբյուր։ Երկրորդ, առաջարկ Հայաստանին ծրագիրը ձևավորվում է ներքևից վերև սկզբունքով։ Սա նոր քաղաքական մշակույթ է, որտեղ քաղաքացին դառնում է որոշումների աղբյուր, ոչ թե դրանց պասիվ հասցեատեր։ Ծրագիր, որ իր բովանդակությամբ և արժեքներով մարդակենտրոն է։ Երրորդ, ծրագրի հիմքում հանրային համերաշխությունն է։ Այսօր մեր հասարակությունը վտանգավոր չափերով բևեռացված է և այդ բևեռացումը վտանգում է թե տնտեսական զարգացումը, թե պետական կայունությունը։ Առանց համերաշխության հնարավոր չէ ստեղծել արդար մրցակցային միջավայր և վստահության վրա հիմնված պետություն։ Եվ վերջապես խաղաղության հարցը։ Մենք համոզված ենք, որ միայն առաջարկ Հայաստան ծրագրով առաջարկված երաշխավորված խաղաղության մոդելն է, որ կարող է դուրս բերել երկիրը արտաքին նվաստացուցիչ կառավարման մոդելից, վախի, անորոշության և փակուղու վիճակից։ Խաղաղությունը չի կարող լինել դատարկ խոսք։ Այն պետք է լինի հաշվարկված, երաշխավորված, արժանապատիվ և բալանսավորված։ Խաղաղություն, որը հնարավորություն է տալիս աշխատել, ներդրումներ անել և զարգանալ։ Սիրելի գործընկերներ, մենք բոլորովս այստեղ ենք ձևավորելու իրական այլընտրանք, որտեղ պետությունը ծառայում է մարդուն, տնտեսությունը հասարակությանը, իսկ քաղաքականությունը դադարում է լինել բաժանման գործիք։ Այս համագումարը մեկնարկ է մի ճանապարհի, որտեղ պետք է վերականգնենք վստահությունը պետության, քաղաքականության և ապագայի նկատմամբ, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությանը։ Հունիսի 7-ը շրջադարձ է, որը առաջարկ Հայաստանինը դարձնելու է
Հայաստանի առաջարկը աշխարհին։ Շնորհակալություն։